Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց առևտրի դուռը բացում են։ Այս փսփսոցից մեկ օր անց միայն գրեցին welcome-ի տեքստը։ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Հայկական շուկայի համար թուրքական ապրանքները նորություն չեն։ Տարիներ շարունակ դրանք տարբեր ուղիներով հասել են Հայաստան։ Սակայն հիմա սահմանափակումները պաշտոնապես թուլացնելով և լրացուցիչ զսպող մեխանիզմները չունենալով մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծում հայ արտադրողների համար։ Հարութ Առաքելյանն է մանրամասնում։ Այս նախընտրական շրջանում սպասելի էր նման քայլ Թուրքիայի կողմից, ու դա երբ փաստագրված չի դեռ, պայմանագրեր մենք չունենք, երաշխիքներ չկան, թե տնտեսական, թե քաղաքական, դա հիմնականում տնտեսական էքսպանսիա է Հայաստանի հանդեպ, Հայաստանի դեմ, որտեղ մեր փոքր արտադրությունը, որ այս պահին ունենք, թե գյուղատնտեսական ոլորտում և թե ասենք այլ ոլորտներում, հիմնականում խոցելի են դառնալու թուրքական էժան ապրանքի մուտքի պատճառով։ Խաղաղության քողի տակ Անկարան գործարկում է կապիտալի զենքը և պատահական չէ ընտրված ժամանակահատվածը, նկատում է Հարութ Առաքելյանը։ Ինչու 8 տարվա ընթացքում հենց հիմա ընտրությունից հաշված օրեր առաջ են նման համաձայնության գալիս։ Թուրքիայի արտգործնախարարությունը այսպես է մեկնաբանում։ Նոր ներդրված կարգավորումների շնորհիվ հնարավոր է դարձել Թուրքիայից Հայաստան երրորդ երկրով կամ նույն երթուղով ժամանող ապրանքները որպես վերջնական նպատակակետ կամ ծագման վայր նշել Հայաստանը, Թուրքիան։ Թուրքիան նախընտրական փուլում նվեր է անում Նիկոլ Փաշինյանին, ընդգծում է Առաքելյանը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ևս կասկած չունի։ Եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, ավելի ճիշտ, եթե մենք հավատանք Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, այդ խաղաղությունը այլևս հաստատված է։ Ու եթե հաստատված է, ինչու Թուրքիան ուղղակի չի բացում իր սահմանները Հայաստանի հետ։ Ակնհայտ է, որ այս խորհրդանշական այս քայլը ընդամենը կառուցված է մի նպատակով, որ նախընտրական մի իմպուլս ուղարկեն, որով ցուցադրեն իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։